վերջի շրջանում Հայաստանի Հանրապետության կողմից թողարկված Եվրոբոնդերի մասին, որովհետև դրա մասին նաև հարցադրումներ կային տարբեր լրատվամիջոցների կողմից, բարձաբանումներ տրամադրելու եւ իհարկե պատասխանելու ձեր հարցին։ Այսօր հիմնականում խոսենք պարտքի մասին եւ դրանից հետո առիթ կունենանք նաեւ այլ հարցերի մասին քննարկելու։ Ոնց ենք առաջ գնում։ Պարոն նախարար, ձեր ներածական խոսքը եւ այնուհետեւ հարց ու պատասխան, բայց քանի որ ժամանակի առումով սահմանափակ ենք, մեկ հարց, մեկ պատասխանով ենք առաջնորդվելու։ Շատ լավ, եթե մենք մի փոքր ժամանակի սահմանափակումն ենք շնորհակալ։ Շատ լավ, երևի հիմնական ցուցանիշները ես կներկայացնեմ, հետո հարց ու պատասխանի ձևաչափով ավելի ձեզ հետաքրքրող հարցերին պատասխանեմ։ Նախ թույլ տվեք ասել, որ պետական պարտքը մարտի 31-ի դրությամբ կազմում է 5 տրիլիոն 318 միլիարդ դրամ, ինչը նախորդ տարվա դեկտեմբերի 31-ի դրությամբ ավելացել է 4.4%-ով եւ Ամերիկայի Միացյալ Նահանգների դոլարով արտահայտված նույն ժամանակահատվածում աճել է 5.8%-ով։ 2024 թվականի արդյունքներով պետական պարտքը հնարաբերակցությամբ նվազել է 0.1%-ային կետով։ Ամերիկայի Միացյալ Նահանգների դոլարով արտահայտված պարտքը կազմում է 13 միլիարդ 581 միլիոն դրամ։ Այս ամբողջ պարտքի ներգրավումը եւ ծավալները պլանավորված են Հայաստանի Հանրապետության բյուջեով եւ միջնաժամկետ պարտքի ռազմավարությամբ, որտեղ բացահայտվում է թե պարտքի ներգրավման ծավալը եւ թե դրանց աղբյուրները։ Այստեղ հատկանշական է նաեւ արձանագրել, որ վերջի տարիներին ըստ ներգրավման արժույթի եւ ըստ ռեզիդենտության ներքին պարտքի ծավալը մասնաբաժինը ընդհանուրի մեջ աճել է եւ մենք հիմա հասել ենք 50% մակարդակին, ինչը բավականին դրական ցուցանիշ է եւ նույնիսկ վերջի շրջանում մեր տիպի երկրների գործընկերների հետ շփվելուց երբ որ խոսում ենք պարտքի մասին եւ մեր ներքին շուկայի մեծության մասին, ապա գործընկերները խնդրում են, որպեսզի մենք մեր փորձով կիսվենք եւ ցույց տանք, թե ինչպես ենք մենք կարողացել ներքին պարտքը այդքանով ավելացնել, որովհետեւ մեր նման երկրներում այդ ծավալը կազմում է ներքին պարտքը կազմում է 20-30%, մեր մոտ էլ էր նույն մակարդակը, վերջի շրջանում իհարկե վերջի տարիներին մենք կարողացել ենք այս մասնաբաժինը մեծացնել, որը իհարկե մեզ որոշակիորեն մեղմացնում է արտարժութային ռիսկերից։